Պարոն Փաշինյան, խաղաղության պայմանագրերից կապված կապստես դորագրումը նախաձեռնությունը բայց իրանց զուգահեռ Ադրբեջանի նախագահը Կոստրետորաբանություն է գործադրում Սևանն անվանում է Գյոչա, Վանտերի Սևանայրկա, խոսքով ոնց է պատրաստվում խաղաղություն ստորագրել մի երկրի հետ, որ դեռևս շարունակում է Կոստրետորաբանությունը, չհաշված, որ մենք նաև գերտ ենք անում։ Գիտեք, նախ ես ուզում եմ, որ մենք էլի ես կոնֆերանսի ժամանակ էլ ասացի, տեսեք, երբ որ դուք Ադրբեջանի նախագահի ասածը ինձ ուղղված հարցի մեջ դնելով սխալ եք ձևակերպում, արդեն իսկ իմ ցանկացած պատասխան սխալ է, քանի դեռ հարցի բազան չի ճշտվել։ Հիմա ես ճշտեմ հարցի բազան։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ ցարական ժամանակներում Քարտեզի մեջ Սևան չի եղել նշանում է։ Ես էլ ասում եմ եկրին Քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա։ Այսինքն խոսքը վերաբերվում է, իմիջայլոց ես նախորդ բրիֆինգի ժամանակ խնդրեցի վերաբերող ինձ կարգավորություն փոխանցել, ես էլ իրան այդ Քարտեզի փոխանցի։ Այսինքն հասկանում եք, պետք է մենք ճիշտ ինչ հարցը ճիշտ պետք է ձևակերպենք, որպես պատասխանը ճիշտ է։ Հիմա Ադրբեջանի նախագահն ասել է, չգիտեմ, որ թվի Քարտեզում Սևան չի գրած է ուրիշ անուն։ Եվ ես էլ հարց եմ տալիս, ասում եմ, որ տենց հետ ենք գնում, միջև որ չի որ հետ գնում։ Ինչ վերաբերվում է անազատության մեջ, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, այդ հարցի պատասխանն ունենք, դա մենք ամեն օրյա աշխատանք ենք անում այդ ուղղությամբ եւ ես եթե կա տեսակետ, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ, ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այդքան ավելի հեշտ կլուծվի նաեւ այդ հարցը։ Այսինքն դիտանկյան խնդիր է։ Եվ ես կարծում եմ, որ եթե եւ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի։ Շատ հարցեր կլուծի։ Այսինքն այն ընկալումը, թե մենք պետքա բոլոր հարցերը լուծենք, հետո նոր լինի խաղաղություն, խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ այդտեղ էլ բացարձակ չի։ Այսինքն դա պրոցես է, կենթանի պրոցես է, հիմա էդ էլ ճիշտ չի ասել, այ այսպես պետք է անենք, այդպես, որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, այս կետին չենք հասնի։ Այսինքն խաղաղության այս կետին չենք հասնի։ Հենց դրա համար է, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերենք, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին։ Պարոն Փաշինյան, վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ նախագահները անդրադարձան ձեր կառավարության իրենց խոսքով ծառայողների հասարակներու անդրադարձել ներկայացին, բայց ես խնդրեմ անդրադառնալ Սերժ Սարգսյանի ներկայացության, որի դուք ձեզ առաջարկվել եք, հա, փոխվարչապետի պաշտոն 2015 թվականին, ուսում եմ, երբեք կամ հաստատել այս լուրը, եթե առաջարկվել է, ապա ում կողմից ինչ պայմաններում ինչ են առաջարկել։ Լսեք, ինչ լավ այդ հեղափոխությունը տեղի ունեցել ըստ էության ուղիղ եթերում։ Այդ է ուղիղ եթերում տեղի ունեցած ամբողջ, որովհետև Կարեն Կարապետյանի հետ հանդիպում չի եղել, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում լիներ, կլիներ ուղիղ եթերում։ Հա, Կարեն Կարապետյանի հետ մեկուսարանում եղել հանդիպում, ճիշտ է, կներեք, մոռացել էի։ Եվ երկրորդը խոսում է դեսպանների մասին, ես հատուկ այդ թեմայով դեսպանների հետ հանդիպում եմ արել եւ երեկվա հավաքել չէ, հեղափոխության ժամանակ իրանք հանդիպում են ուզել ինձանից եւ այդ հանդիպման հիմնական նպատակն եղել է, որ իրանք ասել են կարող ենք օգնել, աջակցել, ես ասել եմ անընդունելի է ինձ համար, ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիք չունեմ, որպեսզի Հայաստանում մեր քաղաքական օրակարգը առաջ մղել։ Այսինքն ցանկացած տենց թեմա, որ ինչ որ մի դեսպանի միջոցով ինչ որ մի առաջարկ արվել կամ հետ առաջարկ ստացվել, դա ի սկզբանե սուտ է։ Իսկ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը լավ հիշեցրիք ինձ, իսկապես մոռացել եմ։ Մի րոպե, բանտում հանդիպումը
Եղել է հետևյալ, ես ես ասեմ ինչ ա եղել։ Հիմա շատ լավ առիթ է պատմեմ ինչ ա եղել այդ հանդիպման ժամանակ։ Կարեն Կարապետյանը եկել է եւ ինքը խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Սերժ Սարգսյանի անունից խոսել է եւ ասել է, որ փորձ է արել նենց անել, որ իրենք ինձ ազատում են եւ հեղափոխական process-ը չի շարունակում։ Ես ասել եմ ոչ, դա բացառ։ Նախ ասեմ փոխվարչապետի մասին։ Ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ ընդհանրապես տենց ակնարկ եւ խոսակցություն ընդհանրապես որևէ մեկի հետ չի։ Որևէ մեկի հետ ոչ միայն փոխվարչապետ, որևէ պաշտոնի մասին որևէ խոսակցություն ընդհանրապես չի եղել։ Ես չգիտեմ իրենք նման բան քննարկել են թե չէ, բայց ես չի էլ թույլ տա որ տենց խոսակցություն տեղի ունենա։ Սկսենք դրանից։ Բացառում եմ, չի կարա տենց մի րոպե ներողություն, թողեք պատասխանեմ։ Եթե չի եղել մեկը հայտարարում է դա ինչ է։ Հիմա դուք անդադ տեսեք 1000 ներողություն եմ խնդրում, չէ՞։ Տեսեք, այսօրվա մեր լրագրության առանձնահատկությունն է դա։ Փաստը դնում ենք մի կողմ գնում գնահատականի հետևից։ Ես ասում եմ չի եղել։ Դուք ինձ ասում եք ուրեմն դա կեղծիք է։ Կեղծիք չի, հրավառություն է, վեպ է, պատմավեպ է, բանաստեղծություն է, թե պիես է։ Այդ գնահատական է։ Ես ասում եմ չի եղել, ասում եմ իսկ բացառում եք որ ձայնագրություն լինի, ասում եմ ուրիշ փաստ բացառում եք, որ ասում եմ այո, բացառում եմ։ Ընդհանրապես բացառում եմ, որ որևէ ձայնագրություն կլինի, որը իրենց ասած եւ իմ կողմից հերքված որևէ նյուանս կապացուցի, բացառում եմ որևէ թեմայում։ Այսինքն հիմա ես ձեզ հետ շփվում եմ, մի նեղվեք, ինձ հարցրեք, ինչ որ եղել է, կասեմ եղել է, ինչ որ չի եղել, կասեմ չի եղել։ Հիմա պատմեմ, թե ինչ է եղել Կարեն Կարապետյանի եւ իմ խոսակցությունը։ Խոսակցությունը եղել է հետեւյալի մասին, որ Կարեն Կարապետյանը ըստ էության ակնարկել է, ուղիղ չի ասել, բայց ակնարկել է ենթատեքստերով։ Եթե ինքը հերքի ես դա կհասկանամ, որովհետև ուղիղ չի եղել խոսակցությունը եղել է ենթատեքստերով, որ իրանք ինձ ազատեն, մեզ ազատեն եւ հեղափոխությունը, այսպես ասած, հեղափոխությունը դուրս գա օրակարգից եւ մենք ինչ որ ձևով Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի տեխնացու ստանձնի իշխանություն։ Ես ասել եմ դա ընդունելի չի ինձ համար եւ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։ Որից հետո Կարեն Կարապետյանը գնացել է եւ ասել է, եկել է վերադառնալով, ասելով որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է որ դա տեղի ունենա ֆրանկաֆոնիայի գագաթաժողովից հետո։ Ինքը ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը ընդունի, որից հետո հրաժարական տա։ Ես ասել եմ դա անընդունելի է, ես չեմ ընդունի տարբերակը, որից հետո գնացել է եւ ես չգիտեմ, բայց ընդհանրապես գրում էր խոսում էր ինչ որ մեկի հետ, չգիտեմ ում հետ էր խոսում։ Որից հետո վերադարձել է եւ ասել է որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին։ Ես ասել եմ դա ընդունելի տարբերակ չի եւ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը։ Որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է ընդունելի է այդ պայմանը։ Էս է եղել մեր խոսակցությունը մեկուսահանում Կարեն Կարապետյանի։ Բան բաց թողեցի մեր հարցից։ Հա, ինչ վերաբերում դուք ասիք ձախողումների մասին։ Ուրեմն հարգելի գործընկերներ, ուզում եմ էտել ընդհանրապես այս քննարկումների արդյունքում բյուջեն քննարկում խոսելու է, ես էլ եմ անդրադառնալու, պատգամավորներն էլ են անդրադառնալու, աշխարհում մարդկության պատմության մեջ չի եղել որևէ կառավարություն, որը ձախողում չունի։ Թեման բոլորովին ուրիշ բանի մասին է։ Բոլորովին ուրիշ բանի մասին է եւ այդ գնահատականը կապված է նրանից, գնահատականը թե ինչ խնդիր է դրված մեր առաջ լուծելու համար։ Ես այդ խնդրին գուցե այս քննարկման ժամանակ էլ անդրադառնամ, բայց կարծում եմ առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկայում կայանալիք համաժողովի ընթացքում։
Պարոն Փաշինյան, դուք մեկնարկել եք ավտոկասի հեռացման գործընթաց եւ արդեն երրորդ պատարագին եք մասնակցում, պատրաստում եք չորրորդին մասնակցել, բայց մենք տեսնում ենք, որ առանձնապես մեծ բազմություն չի հավաքում, մենք քաղաքացիական պայմանագրի կամավորներ, նախարարներ են միայն ներկայանում եւ չորրորդին պատրաստում մասնակցել, կարող ենք ենթադրել, որ դուք միայնակ եք մնացել ավտոկասի հեռացման գործընթացում, դուք հանրային աջակցություն չունեք հասկացում։ Գիտեք ինչ, ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ, որովհետև դուք ասում եք գնում եք պատարագի, մարդիկ չեն հագնում, մենք պատարագի ենք գնում, ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի։ Ես ում համար։ Ում համար, ձեզ համար է կարող այդպես դպրոցի, գիտեք, հանրապետությունում քանի դպրոց կա։ Չէ, մի րոպե, հանրապետությունում կա հազարավոր դպրոցներ, ասում 1000 տնօրեն մասնակցում պատարագի։ Պատարագների ժամանակ չեն ծափահարում, բայց օրինակ Հովանավանքում ծափահարում են շատ։ Գիտեք ով է որոշում պատարագի ժամանակ ծափահարում են, թե չէ։ Պատարագին ծափահարում է, թե չէ, որոշում է պատարագի մասնակից։ Ես գնում եմ պատարագի եւ ուրախ եմ, որ գնում եմ պատարագի, որովհետեւ ինչպես ասել եմ, դա ուրախ եմ, որովհետեւ դրանով դա կարեւոր է ինձ համար, իմ եւ այդ թվում մեր քաղաքական թիմի այն հատվածի, ովքեր հավատում են Աստծուն, որովհետև ես ընդունում եմ, որ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում ունեն խղճի ազատություն, նրանց մի մասը կարող է հավատալ Աստծուն, մյուս մասը կարող է այլ հայացքների տեր լինել, դա ինձ համար իմ հոգևոր եւ բարոյական նորոգման ճանապարհ է եւ ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր գալիս են։ Փաշինյան, դուք ասել եք, որ դուք աղոթքներ շարունակելու եք նաև մայր աթոռում, այսինքն դուք նշել եք, որ սա մի գործընթաց է, որը տանում եք աթոռի գործին հեռացման, բայց հանրային պահանջ չեք տեսնում։ Դուք չեք տեսնում։ Մարդասիրը քիչ է։ Դուք ո՞ր լրատվամիջոցից եք։ Դրա համար չեք տեսնում։ Հենց թե ես դուք իմանաք։ Շատ դուք եք դեր վերնագիրը, որ լարված իրավիճակ է։ Ես ուզում եմ ասել նաև, որ այս պատարագների շարքը շատ կարևոր է, որովհետև այո, ես այդ օրակարգը ձևակերպել եմ եւ բարձրաձայնել եմ եւ հետեւականորեն գնալու եմ այդ օրակարգով, բայց նաև սա կենթանի process է, որտեղ խոսակցություն է տեղի ունենում հանրության հետ, խոսակցություն է տեղի ունենում յուրաքանչյուրը ինքը իր հետ, խոսակցություն է տեղի ունենում Աստծո հետ, եւ ասենք դուք եթե հարցնեիք, մոտավորապես հասնեիք, ինչու ես որոշեցի գնալ պատարագների, որում առաջիկան էլ եմ գնում, որովհետեւ ես նաեւ իմ եթերներից մեկում բարձաբանեցի, որ ես կարծում եմ, որ խոսքը մեր սրբության սրբոցի մայր աթոռի հոգևոր եւ բարոյական նորոգման մասին է, եւ այդ հոգևոր եւ բարոյական նորոգման հասնելու եւ մեր սրբության սրբոց մտնելու ճանապարհին մենք պետք է մաքրվենք։ Սա ինձ համար մաքրվելու ճանապարհ է ձեր ասած եզրագծին հասնելու համար, որովհետեւ իմ թեզը որն է, ես ասում եմ մենք անդադ խոսում ենք արժեքահենք հանրության մասին, բայց մենք չենք կարող արժեքահենք հանրություն ունենանք, եթե մեր սրբության սրբոցը, մեր բարոյական եւ արժեքային համակարգի էպիկենտրոնը աղտոտված է։ Բայց հետո հասկանում ենք նաեւ այդ քննարկումների ընթացքում, որ ի վերջո դա տեղի ունեցել մեկ միջավայրում։ Այսինքն դա տեղի ունեցել, որովհետեւ մենք ենք թույլ տվել, դա տեղի ունեցել, որովհետեւ մենք այդ ամենի ականատեսն ենք եւ մեր ականատես լինելու բերումով մասնակիցը։ Ուրեմն եթե մենք ասում ենք, որ ուրիշները արժանի չեն մեր սրբության սրբոցի, իսկ արժանի չեն, բայց մենք էլ պետք է նախ արժանանանք։ Եվ այդ է պատճառը, ինչ ենք գնում պատարագի, ինչ եմ հաղորդություն ընդունում եւ շարունակելու եմ հաղորդություն ընդունել, որպեսզի
Իհարկե գնալ են մայրաթորդա։ Երբ որ բավարար չափով մաքրված կզգանի ինձ այն ժամանակ։ Պարոն Հաշինյան, 22 թվականին ձեր ելույթներում ասացիք, որ Հայաստանում ադրբեջանական անկլավներ չկան, ամենայն դեպս իրավական հիմքեր չեն հայտնաբերվել։ Հետո 23 թվականին արդեն Պրահայից հետո ասացիք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկլավները ներառյալ, եւ այդ ժամանակ դեռ երկու այսպես սցենար առաջարկեցիք, կամ փոխանակում, կամ փաստացի վերահսկողության պահպանություն։ Հիմա դուք հրավում եք արել, որպես վերադարձնենք Արցախը եւ օկուպացված մյուս տարածքները։ Ինձ հետաքրքիր է բանակցային գործընթացում այս մասով արդյոք կա նորություն եւ արդյոք սցենարներից մեկի մասով կա համաձայնություն, որ դուք այդպիսի գրառում եք արել։ Ես այդպիսի գրառում արել եմ, որովհետև չեմ կարող այդպիսի գրառում չանել, որովհետև չի կարող Հայաստանի Հանրապետության որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից եւ այդ գրառումը հաստատումն է ակնհայտ։ Ինչ վերաբերում է սցենարների սահմանազատման գործընթացի ճանապարհով, մենք ասել ենք նաև, որ մենք արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք եւ ուժային որևէ սցենար բացառում ենք։ Ինչ վերաբերում է սցենարներին, սահմանազատում պետք է տեղի ունենա եւ նախ սահմանազատման արդյունքում պետք է արձանագրվի ինչ պետք է տեղի ունենա սահմանազատման արդյունքում։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմատի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Երբ որ տարածքային ամբողջականության ուրվագիծը կվերականգնվի, այդ ժամանակ արդեն մնացած բոլոր կոմբինացիաները եւ կարձանագրվի, այդ ժամանակ արդեն բոլոր հնարավոր կոմբինացիաները եւ վարիացիաները կքննարկվեն։ Եվ ես ուզում եմ ասել, որովհետեւ դա էլ է շատ քննարկում, ես հիմա դա հասկանում եմ, որ օրինակ քննարկում է, որ նույն Արցվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ եւ այլն, որևէ մեկը չի կարող այդ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Ես ուզում եմ, եթե խոսքը գնա դրա մասին, եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չի անել։ Ընդ որում իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ, ես նույնիսկ եթե խոսքը ուղիղ հարաքվերի մասին չլինի, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ։ Ինչ վերաբերվում է սահմանազատման գործընթացի վերաբերյալ ամբողջ իրավական շրջանակը, ընդ որում դե յուրե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթեր է, դա երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը եւ այդ շրջանակում աշխատանքներ պետք է տեղի ունենան եւ իմիջայլոց ասեմ մնացած ամեն ինչն է հնարավոր կոմբինացիաները լայն շրջանակով իհարկե նկարագրված են եւ իմ ասածի մեջ որևէ նոր էլեմենտ չի ավելացել։ Իմ ասածը ամբողջությամբ տեղավորվում է նախկինում իմ ասածներին։ Ուղղակի երբ խոսում եք Արցախի վերադարձնելու մասին, ուղղավորությունը որ սցենարների մասով կողմը համաձայնություն։ Ոչ, չկա սցենարների մասին։ Ես թեման շարունակեմ, ներողություն, այդ թեմայի շարունակ ոնց պայմանավորվել է։ Չնայած հիմնաստանիքում մեծ խնդիրներ են առաջանալու եւ արդեն հարցը խնդրեմ նաեւ անընդհատ բանկային ադրբեջանի արտադրության մեր ծառայության հարցազրույցներ եւ հիմնական դասը սա է, որ սկզբում բանակցությունները եղել են կոնստրուկտիվ, իսկ հետո ինչ որ դուք դուք կտրուկ տեսակետ եք ուղղել, այլ դիրքորոշումներ եք այնել, ինչն են հանգեցրել այն իրավիճակին, որը այսօր է ստավալ իրավիճակին, որը
ունեն խոսքը պատճառներ, գործների մասն վերաբերյալ ու երբ որ հետազոտում օրինակ նա նաև մեծ բերեք ձերնի գերմիտ, հա, Ստեփանակերտում, Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Դա Գիտեք, ես այդ երևույթին անդրադարձել եմ ընդրում շատ մանրամասն քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովին, այսինքն այդ անդրադարձը հրապարակային ընդրումներով եթերում տեղի ունեցել, նշանակում է ինքը ժամանակի այս ձեր նշած շրջանում գոյություն ունի։ Ինչ վերաբերում է առավել ևս գիտեք միջ պետական հարաբերություններում եւ խոսակցություններում բանավոր խոսակցություններին հղում անելը ինքը առանձնապես լավ ժանր չէ, որովհետեւ կարելի ասել մեկը սենց ասեց ներքինում էլ լավ ժանր չի, ընդհանրապես պետք է դրանից իմիջիալով լավ գաղափար տվեցիք, հետաքրքիր է այն մեր խոսակցությունը միջև մտքովս չէր անցել, ձայնագրված է, թե ձայնագրված տեսնենք, որովհետև 2018 թվականին ցավոք դրա մասին խոսել եմ, ազգային անվտանգության ծառայությունում բավականին նյութեր ոչնչացրել են, բայց մտքովս չէր անցել, մի հատ տեսնենք ես չգիտեմ, հիմա անդիմադիրներին չեն գաղտնալսում, հիմա գաղտնալսում են նրանց, ում օրենքով սահմանված է գաղտնալսել, բայց ես դա կստուգեմ։ Բանավոր խոսակցությունը լավ ժանր չի, որովհետև դա մեզ տանում է մի տեղ, որ ինչ որոշում են կոնկրետ փոխել, ինչի մասին են խոսում, առաջացնում ներկայացում։ Ես իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային 2018 թվականից դուք իմ դիրքորոշումներն էլ գիտեք, դիրքորոշումների փոփոխություններն էլ գիտեք, կասկածներն էլ գիտեք, տրանսֆորմացիան էլ գիտեք, ելույթներն էլ գիտեք, իմ որևէ տեղում ես կարող եմ մի բան ասել վստահաբար։ Այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումները։ Ցանկացած հայտարարություն ստուգելու համար համեմատեք իմ հրապարակային դիրքորոշումների հետ։ Համընկնում է, չի համընկնում, ուրեմն սխալ է։ Խնդրեմ։ Այդ ինչ դժվար հարց է։ Սակայն նույն հնարավորություններ են հնչում, Հայաստանից սննդամթեր կառնամթերպես, երբ որ ներմուծում են մոտակցության մեջ կարգավորում ասելուց, որի մոտակցությունը անհայտ է, ծաղկման աղբյուրը, տեսակը անհայտ է։ Սահմանում հաստատանություն հայտնել է պատասխանան, բայց որը հստակ պատասխան չի տվել։ Ուսումնասիրություններ չկան, թե Իրանից ինչպես է ինչպես է հստակ եղել, ինչ բավարարություն այդպես է հստակ չէ։ Ուզում եմ ձեզ խնդրել, սա բարձրացնում ձեզ ունենք եւ հրավակի ուսումնասիրություն սկսել, շատ հասկանանք, մեզ ինչու են եղել ռուսական։ Շատ լավ։ Այս տեղյակ եք։ Ես այդ թեմային այն խորությամբ տեղյակ չեմ, որ հիմա ձեր հարցին վստահ պատասխանեմ, կվախենամ սխալվել, բայց ձեր ասածը ընդունում եմ, գիտություն եմ ընդունում, փորձենք ստանալ ինչ-որ մի տեքստ, եթե դուք կոնկրետ հարց ունեք, ավելի լավ կլինի գրավոր հարցը մենք, այսինքն եթե ուղարկել եք, մենք կվերցնենք։ Դուք մի ներողություն, չէ, ուրիշ բան, դուք իրանց գրավոր հարցում տվել եք։ Դե մենք այդ գրավոր հարցում կվերցնենք, որ լրատվամիջոց չէ։ Շատ լավ։ Գրավոր հարցում կվերցնենք, կփորձենք պատասխանել։ Անկլավների ձեզ համար բարձ է ադրբեջանական անկլավներ, որտեղ 2028 թվականին դուք վերջում եք Պետրականության կոնսուլյացիան մասին եւ ասում եք, որ իրավական հիմքերով են ներկայացնել։ Ես ասել եմ նաեւ, որ մենք այդ իրավական հիմքերը չունենք եւ ասել եմ, որ process-ում պետք է տեղ ունենա հետեւյալ Ադրբեջանը իր հիմքերը պետք է բերի, մենք մեր հիմքերը պետք է բերենք եւ հետեւաբար երբ որ դա տեղի կունենա, այլ իմ դիրքորոշման մեջ բան չի փոխվել։ Այն որ 1991 թվականին մեր անկախության նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, այդ գաղտնիք չի, ես այդ գյուղերի մի մասը Իջևանի շրջանում են եւ ես այդ գյուղերի միջով անցել գնացել եմ, ես չեմ կարող ասեմ, որ բնության մեջ այդպիսի բան չի եղել։ Այո։ Ես բան չունեմ ասելու, ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին, Սինգապուրում էլ են հայեր ապրել։ Այո, ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին։
շատ տեղեր են ապրել եւ ապրում, բայց մենք հիմա խոսում ենք սահմանազատման գործընթացի մասին։ Ոչ այդ թեմայով ասեցի արդեն հարցին պատասխանեցի, որ դեռ քննարկումներ չի եղել, հիմքերի ուսումնասիրություններ փոխադարձաբար չի եղել։ Եթե ինչպես եք ասում, որ մեր վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, որովհետև այդտեղ մենակ անկլավների թեման չի, ուրիշ թեմաներ էլ կա։ Անկլավները նկատի չունեք ձեր այդ պնդմամբ։ Այդ իմ պնդման նկատի ունեմ, որ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա մեր տարածքային ամբողջականությունները պատկերացնելով մենք ունենք խնդիր եւ որ մեր տարածքներն են օկուպացիայի ներքո եւ որ իրենց տարածքներն են օկուպացիայի ներքո որոշակի։ Ես հիմա եթե որպես ձեր հարցին պատասխանեմ, պետքա սահմանազատում իրականացնեմ։ Ես նկատի ունեմ կամայական տարածք, որը ընկնում է այդ կարգավիճակի վրա։ Հիմա աչքաչափով կարող ենք ասել ինչի մասին է խոսքը, բայց դա լավ ժանր չի, որովհետև մենք իրավական process-ը թողած մտահանգումներով ենք առաջ։ Պարոն Փաշինյան, ես կրնիկ Բայրամովի հայտարարությունների ասում եք բանավոր չեք պատասխանում այդ թեզերին, բայց այնտեղ կա մի միտք, որ դուք երբ ժամանակ եք խնդրել, հետո չեք փորձել լուծել պատճառաբանելով, որ Հայաստանում ձեզ կսպանեն։ Ինչ մտահոգություն ունեիք, ով ձեզ պետք է սպաներ, եւ քանի որ ձայնագրությունների գաղտնալսումներից խոսքի Սերժ Սարգսյանը ժամանակի նախընտրական շրջանում մի ձայնագրություն էր հրապարակել կրկին բանակցությունների հետ կապված։ Չմեջվեր եմ ինչ ձայնագրություն։ Այսինքն հիմա բանակցությունների ընթացքում դուք նման արտահայտություններ շատ եք անում, որ բանակցությունները փաստորեն միշտ արդեն դուք ասել եք, որ խոստովանել եք այդ ձայնագրությունները, խոստովանել եք, որ բանակցությունների ժամանակ դուք ձեզ կներեք միշտ տեղեք դնում, որպեսզի իրավիճակը փոխվի։ Հիմա Բայրամովն այս մի հայտարարությունն է արել։ Հիմա ինչպես հասկանանք այս ամեն ինչը եւ արդյոք դուք բանակցություններին նման բան եք։ Գիտեք, ինչ ես էլի եմ ասում, բանավոր ժանրը ինքը շատ վտանգավոր ժանր է, որովհետև բանավոր ժանր նույնիսկ հրապարակային տեսախցիկների առաջ արած հայտարարությունների վերաբերյալ հետո լինում են տարընթերցումներ։ Հետո պարզվում է, որ մի կողմը այլ բան է ասել, մյուս կողմը այլ բան է հասկացել, եւ հետեւաբար այդ ժանրը ես համարում եմ բացարձակապես անօգուտ։ Ես այն չեմ ասել, նա նենց է ասել, ինքը չնստածել, բայց ես հիշում դու սուրճ երկում, ես դա անօգուտ ժանր է։ Այսինքն դա բացարձակապես նախ ես կարող եմ ասել, որ այն հանդիպումները, որին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հաղում է անում, ինքը ոչ միայն դրան չի մասնակցել, ինքը ժամանակ արտաքին գործերի նախարար չի ելել։ Ինքը բոլորովին ուրիշ պաշտոն, այսինքն ինքն էլ լսել է ուրիշից, գուցե այդ ուրիշը լսել է ուրիշից, գուցե այդ ուրիշը լսել, ես չգիտեմ, բայց ես ներողություն եմ, բայց ասում եմ, առավել ևս այն մարդու ասածը, որը այդ ժամանակ չի եղել այդ կարգավիճակում անիմաստ, Սերժ Սարգսյանը ինչ։ Սերժ Սարգսյանի հրապարակած այդ ձայնագրությունը, այնտեղ որ ձեր ձայնն է։ Ինչ է դեր հարցը։ Որ այդպես որ բանակցությունները Ես այնտեղ խոսել եմ իմ թիմակիցների հետ, եւ դա եղել է ազատ ժանրի խոսակցություն, արտանին խոսակցության ժամանակ կարող են ձևակերպումները լինել ընդարձակ եւ ստեղծագործական։ Դա չի վերաբերվում միայն ինձ, դա վերաբերվում է նաև ձեզ, բոլորին։ Խնդրեմ։ Պարոն Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Քոչարյանի հայտարարություններից հետո դուք ի պատասխան դրան ներկայացրեցիք, որ բանակցային հաստատությունները միջև տարբեր շնորհավորական Սերժ Սարգսյանը սա որակեց խոստում, որը կարողացան կորզել ձեզանից, ինչպես կարգեկանք Իրանից բացահայտումներ ընդհանուր հրապարակումներից եւ հետո հարցը ներեցին եմ խնդրում դուք ձեր էջում հրապարակեցիք ռոբոտը դեպից գրելով, որ մեր զինվորների նոր բարեկամն է, համացանցում տարբեր տեղեկություններ կան, որ սա պատվիրված ինֆորմացիա չէ, որ ինչպես է կարգեկանքում։ Ես շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին, որ տենց մեծ հաջողություն ունի։ Հուսում եմ իր կենսագրության մեջ դա կնշի, որ մենք կորզեցինք ուստում։ Ես քանի ամիս խոսում եմ դրա մասին։
Եվ եթե մի քիչ մտածենք եւ մտածենք, կիմանանանք ինչ փոխվեց եւ ինչի են հիմա եւ ինչի եմ ասում միջև տարվա վերջ։ Ինչն է պատճառը, որ ասում եմ միջև տարվա վերջ։ Բայց հրապարակ պահին գուցե մեկնաբանեմ։ Չէ, ես ուզում եմ ասել եմ, որ փաթեթը հրապարակեն միջև տարվա վերջ։ Դա պատճառ ունի, ինչի, որտեղ ես նախկինում ասել եմ, որ մենք կհրապարակենք։ Քանի ամիս առաջ եմ հրապարակային ասել, որ հանձնարարել եմ, որ պատրաստ եմ, որ ընտրությունների ընթացքում, լավ, հիմա ասեմ, որովհետև հասկանում եք, ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենք չենք։ Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի եւ այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արժեքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Իսկ Սերժ Սարգսյանի, այո, Սերժ Սարգսյանի նամակը հիմա ես հանձնարարել եմ գաղտնազերծման գործընթացը տեղի չէ, ինչի։ Այլ երկրի ղեկավարի ուղղված։ Ես այդ նամակի մասին Ես այդ նամակի մի րոպե ներողություն ինչ կլինի ես գնամ դուք հարցազրույցան հերթուկ պարկ պետք է հիմա չեմ կարող ասել կհրապարակի կտեսնի Իսկ ռոբոտը? Ռոբոտը ինչ ասեմ հիմա գիտեք որ ուշադիր նայեք կտեսնեք բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, հա իմիջայլոց, ես քանի որ հրապարակային առաջարկել եմ, կարծում եմ անարդար կլինի, եթե նույն առաջարկը ձեզ չանեմ, չնայած երեք պաշտպանության նախարարը խոսում է, որ պետք է այդ նույն առաջարկը ձեզ անեմ, որովհետև դուք տեսել եք, որ ես առաջարկել եմ, քանի որ շատ քննարկումներ կան, քննադատություններ կան, որ Հայաստանը պաշտպանության ծախսերը բան անում, կրճատում է, Հայաստանը զինաթափել է բանակը, այս արել են ես լրագրողներին առաջարկում եմ, առանց տեսախցիկների, առանց բանի, հա, նույնիսկ առանց ջրիչներ, եթե պայմանավորում ենք, որ ինֆորմացիան կոնֆիդենցիալ է, առանց հեռախոսների եւ եթե որը մեկը ստանձնի ցուցակ ձևավորի են լրագրողների, ովքեր պատրաստ են նայել հետագայում որևէ կոնֆիդենցիալության կանոնները պահել, ես ձեզ պատրաստ եմ տանել եւ մոտիկից ծանոթացնել եւ շների հետ, եւ կատուների հետ, եւ մնացած բոլոր հնարավոր միջոցների հետ եւ դուք այդ հարցի պատասխանը անդրադառ կտեսնեք, այդ բոլոր քննադատությունները հիմք ունեն, թե հիմք չունեն։ Ես իմիջայլոց, երբ որ նախկին երեք ղեկավարներին գրավոր այդ առաջարկը արել էի, վերջում մի նախադասություն էի գրել, այդ նախադասության տակ բովանդակություն կա։ Ինչ վերաբերում է ձեր հարցին կոնկրետ, գիտեք, հիմա օրինակ վաճառքում կան խանութում երևի, բայց վաճառքում կան այնպես Կալաշնիկովի ավտոմատը։ Բայց ինքը որսորդական զենք է, այսինքն ինքը ակոսափող զենք չի, որսորդական զենքը ազատ վաճառքում գտնվող։ Երբ որ հիմա մենք դա դնենք, նույն տրամաբանությամբ, եթե ես դնեի Կալաշնիկովի ավտոմատի նկար, որ մենք ձեռք ենք բերել, որ մեկը կարող է որսորդական խանութում ազատ վաճառքի մեջ, ընդ որում քանի տոկոս է զեղչով այդ նկարը դնել, ասել դե տեսեք այդ։ Դե եւ նաեւ այդ է պատճառը, որ ես այս վերջերս հաճախ եմ առակած առաջինը մեջ բերում, որտեղ ասում եմ Մեսրոպ Մաշտոցի զուր չի թարգմանությունը սկսել մտածել։ Մենք դա ավելի հաճախ պետքա հիշենք, որի մեջ կա նաև արտահայտություն, որտեղ ասում եմ ընկալել ոսկի բարդ դարձվածք։ Մենք երբեմն շատ հեռու ենք ցամաց։ Ապան Փաշինյան Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում նաև հայտարարել է, որ պատերազմի ժամանակ երկրորդ թե երրորդը
չեմ հիշում, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն են հայտնել մեկնել Մոսկվա բանակցությունների, բայց չեք իրազորել նրանց, ընդ որում բանակցությունները պիտի կայանային ոչ թե Վլադիմիր Պուտինի մակարդակով, այլ Լավրովի, եւ դեռ պատասխանը եղել է հետեւյալը, որ առանց այդ ալբերտներ ամենօրյա մակարդակում այդ բանակցությունները տանում են, ակուզենամ անդրադառնալ այս խոսակցություններին, արդյոք եղել է նման խոսակցություն, թե ոչ, եւ Ռոբերտ Քոչարյանը արդեն որևէ անգամ կասկածի տակ մոգոստոսիության իրողությունները եւ խաղաղությունը, ասում են, որ դա մեկ անձի ցանկությունից եւ դրամատուրգիայից կախված փաստաթուղթ է եւ առաջարկում է երաշխավոր կողմերը ավելացնել, այսպես ասած, Չինաստանը եւ Ռուսաստանը կարող են դառնալ երաշխավոր այդ եռակողմ պայմանագրին եւ մեկ հավելում է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից, ասում է, որ 2026 թվականին հուսով է 2026 թվականին հուսով է հայ ժողովուրդը այդ սխալեցի գործի դուք չեք վերընտրվի եւ ինքը գալով հանրային համերաշխություն իրականացնել, որովհետեւ բարոյով ասած դուք չարեք ձեր իշխանությունը ինչպես։ Դե հատկապես Ռոբերտ Քոչարյանի հույսը վաղուց մեռած պիտի լիներ, բայց ինչ որ դիմադրում է, չենք հասկանում ինչի հաշվի։ Հաջորդ հարցը, հա, իմիջիայլոց այդ բանի հետ կապված Սերժ Սարգսյանի հարցերից հետ կապված ես հետո տեսա, որ ինչ որ տոնակատարություն է եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցներն ասում են փաստորեն ասում են Փաշինյանը քշերը չի քնել եւ բան արել։ Դա Սերժ Սարգսյանի հարցազրույցը ես տանպես ամեն օր իմ աշխատանքային ժամը սկսվում է 5-ին, ժամը 5-ին եւ պիտի անկեղծ ասեմ, որ նույնիսկ ես որ իմացա, որ 5 թե 7 ժամանոց, ասում ես չգիտեմ, որ նոր ավարտվել է հարցազրույցը, եւ երկու հոգու հավաքել եւ 5 ժամ խոսալ, այդ նշանակում է մարդը բան է, շփման ինչ-որ խնդիր ունի։ Ճիշտ է, ես էլ 4 ժամանոց ասում ես եղել է նույնիսկ 5 անում, բայց այդ դեպքում լրագրողները, ասում բոլոր ցանկացող հավատարմագրված կառավարության բոլոր ցանկացող լրագրողները ինչ վերաբերում է երաշխավորներին, մենք արդեն երաշխավոր ունեցել ենք։ Եվ այդ երաշխավորի մասին մեր պատկերացումներն են, որ մեզ համար ստեղծել են այն պրոբլեմները, որոնք մենք ունենք։ Եվ դա ակնհայտ է։ Ինչ վերաբերում է, հա, ներողություն, ես ուզում եմ հարցնեի, դուք երբանից եք լրագրող աշխատել, կներեք, վաղուց եք, բայց տասնյակ անգամ այդ թեմաներին անդրադարձել եք։ 3 ղեկավարների գնալու, չգնալու եւ այլն, ես օթանավն եմ տրամադրել, ասել եմ, ուզում եք գնաք ու այսինքն այդ թեման ինչի, այսինքն դա չեք զանգել, որ իրենց ընդունել այնպես, օրինակ ինչպես մեզ կընդունեք, որովհետև ասում եք պետք է ամեն դեպքում իշխանությունից ձեր անունից դան լինի։ Դեմա դուք ինձ ստիպում եք էլի անցնեմ խոսակցությունների ժանրին, ես Ռուսաստանի գործընկերներին ցույց եմ դրել, որ եթե դրանք ուզում են իրենց հետ շփվեն, ես դեմ չեմ։ Այսինքն իրանց կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունեք, հա, այսինքն ասեի, որ իրանք իրեքով են Հայաստանի վարչապետը։ Այդ ինչ է նշանակում, այդ ինչ արտահայտում, իրանք կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունեք։ Այդ ինչ է նշանակում։ Չեք ասեի, իրանք իրեքով տրիումվիրատ է Հայաստանում ձևավորվել, ես այլևս Հայաստանի վարչապետ չեմ, իրանք իրեքով են Հայաստանի վարչապետ։ Հա, փաստորեն իրանք չեն ճանաչում, պետք է ես ասեի, որ իրանք Հայաստանի նախկին արգելիներս, իրանք ասել են, որ տենց ցանկությունն են, ես ասել եմ խնդրեմ, օթանավն էլ ասել են, վերցրեք գնացեք, որի վրա գրած է Հայաստան, թող գնային։ Եվ 29,000-ի մասով Փաշինյանը պատասխանեց, ասում է սահմանափակում եք, երբ պահանջներ չունեք սահմանափակում եք, այդ 29,000-ի մեջ մեզ արդեն գործոն չեն ընդհանրում։ Դե գիտեք, այդ թեմային էլ են տասնյակ անգամներ անդրադարձել։ Այդ խնդիրը, այդ հայեցակարգը, որ երբ որ մենք ասում ենք սա մեր ինքնիշխան տարածքն է, մեր սահմանն է, այդ ճիշտ է, որ մենք մեզ սահմանափակում ենք, դա ճիշտ է, բայց դա վատ է, որ մենք մեզ սահմանափակում ենք, որովհետև մենք մեզ այդ սահմանով, մենք մեզ սահմանափակելով, այդ սահմանով նաև ուրիշներին ենք սահմանափակում։
Եվ երբ որ ես ասում եմ, որ լեգիտիմությունը պետք է անգլի մեր արտաքին անվտանգության հիմքում, հենց դա նկատի ունեմ։ Երբ որ ասում եմ, որ 18 տարեկան մեր երեխեքին տանում ենք խրամատում դնում ենք եւ ասում ենք մենք մեզ չենք սահմանափակում։ Ուրիշներն ասում են շատ լավ, դուք ձեզ չեք սահմանափակում, մենք չենք սահմանափակում։ Եթե մենք ասում ենք, որ այստեղ սահման չկա, եւ հետեւաբար այդ սահմանը մեզ չի սահմանափակում, ուրիշներն են ասում են շատ լավ, եթե սահմանը ձեզ չի սահմանափակում եւ այդտեղ սահման չկա, ուրեմն մեզ էլ չի սահմանափակում։ Դե եկեք տեսնենք ում ավելի շատ կսահմանափակի եւ ում պակաս կսահմանափակի։ Եվ ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Հիմա օրինակ ես ձեզ ասում եմ, որ եկեք ես պատրաստ եմ հրավիրել լրագրողներին եւ գնանք ձեռք բերենք մեր սպառազինությունները։ Հարց չի ծագում, ինչու մենք այդ սպառազինությունները, որ այսօր ձեռք ենք բերում, ինչու ձեռք չենք բերում, օրինակ նախկինում։ Իսկ նախկինում ձեռք չենք կամ ինչու ենք հիմա կարողանում ձեռք բերել, նախկինում ոչ։ Ես դրա մասին կարծեմ հրապարակային գրել եմ։ Կետերից կարևորագույնը մեկը այն է, որ մեր ռազմավարությունները հիմա հիմնված են լեգիտիմության վրա։ Եվ այն ժամանակ մարդիկ մեզ թափանցիկ ասում են ամենայն հարգանքով, բայց մենք ձեզ սպառազինություն չենք կարող վաճառել, որովհետև մենք չունենք երաշխիք, որ դուք այդ սպառազինությունը չեք օգտագործի ձեր ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս, այսինքն չեք տեղակայի տարածքներում, որը չի հանդիսանում ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Սահմանը դրա համար է։ Եվ առաջին բուֆեր, ես առաջկամ սրա մասին, բայց լավ հրապարակային մանրամասն խոսելու եմ, չպատմեմ։ Վարչապետ իրար հաջորդելով հարցազրույցներ տվեցին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, արդեն տեսել եք, որ մեղադրեցին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու մեջ, պատերազմ հրահրելու մեջ, փոխ լրացնող է իրար շարունակող հարցազրույցներ ինչ միտում ունեն ձեզ։ Այդպես բան են ասել, ես Ղարաբաղը ես դուրս եմ թողել բանակցային գործընթացից։ Չէ, բայց բանակցային Լսեք, ինչ շատ լավ, պատերազմ փակուղի, պատերազմ փակուղի, պատերազմ, շատ լավ, ես հիմա ասում եմ, արդեն 1 տարի 8 ամիս Հայաստանի սահմանի զինվոր չի զոհվել։ Հիմա եթե 2018 թվականի եւ ասում եմ, որ նախկինում մենք ոչ մի տարի չենք ունեցել, ոչ մի, որ այսպիսի իրավիճակ չլինի։ Հիմա եթե 2018 թվականին չկար պատերազմ, ինչ է զինվորների սահմանը։ Պատերազմը ո՞րն է։ Պատերազմը այն է, երբ որ արտաքին ներգործության հետևանքով զինվորներ են զոհվում։ Ամեն տարի մեր սահմանին զոհվել են զինվորներ։ 18-ից առաջ։ Բայց չեն գրավում, որովհետև ինչ ուզում ես կամ առանց գրակելու ինչ ուզում ես կամ Ինչ։ Ես դες նոր քիչ առաջ շատ երկար եւ մանրամասն ներկայացնում էի Հայաստանի ինքնիշխանության եւ լեգիտիմության կոնցեպտը։ Սա պետության կոնցեպտի մասին է։ Պետության կոնցեպտի մասին է։ Երկրորդը փակուղու մասին։ Եթե փակուղու մասին չէ, էլի ես զարմանում եմ, որ հրապարակային հայտարարություններից հետո էլի տենց հայտարարություններ 2018 թվականի ապրիլի արձագանք է վարչապետ ասում է ինչի այդ է բազմաթիվ անգամներ բանակցությունները մտել են փակուղի, բայց այդ թվում 2016 թվականի ապրիլին, ճիշտ է։ Դուք գիտեք։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին չեք լսել։ այդ է փակուղի։ Այն բանի չէ պատերազմի։ Բան չէ պատերազմի։ Կեսա Միչայլովս։ Շատ լավ զուգահեռ։ Հեսա որ բանակցային փաթեթները հրապարակվեն եւ դուք կարդակեն ինչի վրա ես հղում եմ արել 2016 թվականի ապրիլի առաջարկությունը 2016 թվականի հունիսի կամ հունիսի առաջարկությունը 2016 թվականի օգոստոսի առաջարկությունը բոլոր հարցերի պատասխաններ Սերժ Սարգսյանի նամակը կկարդաք եւ կտեսնեք բանակցությունները իմիջայլով խոսում են
ռազմական բալանսի խախտման մասին, որ մեր ժամանակ ռազմական բալանսը խախտի է։ Հիմա դուք, երբ որ այդ փաթեթը հրապարակվի, կտեսնեք ոնց է Սերժ Սարգսյանը իր ձեռքով գրել եւ ստորագրել, որ ռազմական բալանսը խախտվում է։ Ինձնից առիթ այս պահին չեմ ասում։ Պարոն վարչապետ, համացանցում տեղեկություններ կան, որ ստեղծվել է Հայաստանում նոր արտաքին հետախուզական ծառայություն, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության եւ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության աջակցությամբ, սա ինչպես կմեկնաբանեք, արդյոք նոր արդեն գործող արտաքին հետախուզական ծառայություններ, թե այլ բան, եւ մեկ հարցել, դուք նշեցիք, որ մայրաթուր կգնաք այն ժամանակ, եթե չեմ սխալվում, ասացիք մինչեւ ամբողջությամբ մաքրվեք, շատ մեղքեր ունեք, հա, պարոն վարչապետ, շատ մեղքեր ունեք, Չասեցի ամբողջությամբ, ասի բավական չափով։ Լավ, իսկ բավական չափի համար ձեզ քանի տարի է պետք կամ տասնամյակ, ինչքան ժամանակ է պետք։ Կապրենք կտեսնենք։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, կներեք ընդհանրապես չեմ մեկնաբանի, ոնց ասեմ, որ ձեզ համար հանկարծ վատ չէ ինչի, որովհետև այդ ինչ որտեղից եք կարծում։ Դե կներեք դա անհետեւություն։ Իսկ այսօր չկա Հայաստանի Հանրապետությունում երբ ստեղծվել 2024 կամ 23 թվականին ստեղծվել է արտաքին հետախուզական ծառայություն։ Այդ ծառայությունը ստեղծվել դրանից առաջ ընդունվել է օրենք։ Հետո ընդունվել է կառավարության որոշում։ Կառավարության որոշումից հետո ողա process-ները գաղտնի են տեղի ունեցել։ Դա Հայաստանի Հանրապետության կառավարության եւ օրենքներով որոշումներով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայություն։ Ամերիկան եւ Բրիտանիան կապ չունեն, կապ ունի միայն Հայաստանի Հանրապետությունը, իսկ արտաքին հետախուզական ծառայությունը, ինչպես ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն համագործակցում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, մյուս երկրների, գործընկեր երկրների արտաքին հետախուզական ծառայություն։ Ո՞նց։ Ինչ։ Բացառում եմ, որ ստեղծվել է եւ ես չգիտեմ։ Ես բացառում եմ, որ առանց իմ որոշման նման բան կարող է ստեղծվել։ Կներեք, հարցը կան վարչապետ։ Ի վերջո այդ 207 միլիոն դրամը, որ մինչև օգոստոսի 8-ը գաղտնի որոշումներով տրվել է ՀԿ-ներից մեկին, ինչ նպատակով է տրվել, իրենք ինչ են արել եւ արդյոք այս իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որ կա ընթացքում խոսում եք, իրենք են մշակել ձեր։ Ոչ, իրենք իրական Հայաստանի գաղափարախոսությունը չեն մշակել։ Դա շատ կարևոր հետազոտություն է եղել կառավարության համար, քաղաքականություններ մշակելու տեսակետից եւ ես կարծում եմ, որ դա շատ կարևոր համագործակցություն է եղել եւ շատ արդյունավետ եւ ընդ որում էդ էլ հրապարակային է դրված։ Հրապարակային ամեն ինչը դրված գաղտնի եւ օգոստոսի 8-ին ինչ կապ ուներ, որ օգոստոսի 8-ից հետո գաղտնի ձեր։ Որովհետեւ դա մի ժամանակաշրջան էր, որ մենք եւ ես կարևոր էի համարում, որ գաղտնի լինի եւ որպեսզի այդ թվում արտաքին ուժերը չտիրապետեն այն տեղեկություններին, թե ենթատեքստային եւ սոցիալ հոգեբանական ինչ թեմաների վրա է աշխատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Բայց այդ աշխատանքը չափազանց կարևոր աշխատանք է, եւ դա շատ բարձր է։ Եվ միջազգային որպես խորհուրդ եմ տալիս նաև կարդալ այդ նյութերը, որովհետև դա այդտեղ շատ կարևոր նյութ է մեր մասին, առաջնորդության եւ հանրության հարաբերությունների մասին, մտածողության բանաձևերի ձևավորման մասին, ինքը ուղղակի շատ հետաքրքիր գիտական, հետազոտական, բայց նաև գիտահանրամատչելի։ Առաջին հեղինակի ձեր մասին գրված գիրքն եք կարծում։ Գիտեք, ճիշտ եք անում, որ կարդում եք, ես ձեզ ասեմ։ Շրջանակներում է նաև ձեր մասին, հեղափոխության մասին Վարդան Ազատյանը գիրք գրել։ Ես ձեզ ասեմ, որ մեր հանդիպումը տեղի ունեցել այդ գրքի առիթով, որովհետև ես ինքս եմ ցանկություն հայտնել հանդիպել, ինչն է հետազոտության հիմնական
արդյունքը եւ հետազոտության հիմնական նյութը, թե ինչպիսին է Հայաստանի Հանրապետության պետության եւ քաղաքականության գործառույթների մասին, ինչպես է դա ձևակերպվում հանրային մտածողության մեջ եւ ինչպես է ձևակերպվում պետական ինստիտուտների եւ քաղաքականությունների մեջ։ Եվ այս տրամաբանությամբ այդ գիրքը, որովհետեւ միջև հիմա էլ շատ հնչում են հարցեր, հեղափոխությունը ինչի տեղի ունեցավ, ոնց տեղի ունեցավ եւ այլն, այդ գիրքը նախընթաց տեղի ունեցել հեղափոխություն եւ որ կարեւոր է ինչ նպատակով է տեղի ունեցել հեղափոխությունը, մարդիկ ինչ նպատակ են ունեցել այդ հեղափոխությունը անել։ Ոչ, գիրքը չի ֆինանսավորել կառավարությունը, ընդհանրապես ասում եմ, խոսակցությունը սկսվել է այն ժամանակ, երբ որ այդ գիրքը իմ ձեռքն է ընկել եւ ես կարդացել եմ, ես տեսել եմ, որ այդ գրքի թեման դա հեղափոխության մասին չի, դա մարդկանց եւ պետության հարաբերությունների մասին է։ Ես տեսել եմ, որ գրքի թեման շատ կարևոր է, բայց անավարտ է։ Պետք է հետազոտությունը շարունակել արդեն ոչ թե փողոցի process-ների արդյունքում հեղափոխական, այլ պետության եւ մարդու հարաբերությունների մեր պատմությունը պետք է ուսումնասիրել, որովհետեւ մենք պետականության շատ երկար պատմություն չունենք, պետք է ուսումնասիրել ոնց ինչ բանաձևերի շրջանակում եւ ինչ ճանապարհով են ձևավորվել պետության եւ մարդու քաղաքացու հարաբերությունները եւ քաղաքացու պետության ընկալումը եւ պետության քաղաքացու ընկալումը։ Հատկություն ռիսկեր չկան, հարգելիս չեմ դժգոհում, ես կարծում եմ, որ ինֆորմացիան բաց է եւ նրանք ովքեր պետք է առանց մրցույթի պետք բյուջեի առանց մրցույթի գրած անձին տալ գիրքը իմ մասին չի, գիրքը հեղափոխության մասին է, սկսենք դրանից։ Հենց ես նոր այդ նկարագրեցի, ոնց գիտեք, մոտավորապես պատկեր ձեզ հետևյալ ասեմ, այդ մրցույթների մասին այդ օրինակը ես բերում եմ, օրինակ, քաղաքական որոշում է կայացվում, որ պետք է ձեռք բերել Վան Գոգի նկարը օրինակ։ Եվ մրցույթ է հայտարարվում եւ այդ մրցույթում հաղթում է, ասենք, չգիտեմ, Ջեյմս Ռոբսոնը, որը բերում է իր նկարը ավելի էժան գնով տալիս։ Մրցույթը կայացավ, բայց նպատակը չկայացավ։ Նպատակը հենց այդ կետից հետազոտությունը զարգացնելն է եւ բերելն է այդ տրանսֆորմացիան, ընդդիմություն, հեղափոխություն, պետություն, կառավարում եւ այդ հարաբերությունների տրանսֆորմացիան, որովհետեւ այդ թվում այսօր իմ եւ Հայաստանի քաղաքացու հարաբերությունները այնպեսին չեն, ինչպիսին էին 2018 թվականի ապրիլին կամ մարտին։ Եվ այդ հարաբերությունները պետության եւ մարդու հարաբերությունները, ես ավելին ասեմ, պետք է մշտական հետազոտության թեմա լինի եւ մենք այդ հետազոտությունները նաեւ կշարունակենք։ Հիմա, քանի որ գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է եւ կա արդեն բազային նյութ, գուցե թե նաեւ մրցույթով բայց մնացած հարցերը կարող են քննել ոչ մի մամուլում տեղեկություն ներողություն Սամվել Կարապետյանի եւ Խորհրդու եւ Հաստաբանի Ամստերդամի հատկացնողից հետո դուք հանձնարարել եք ձեր աշխատանքին մեկ այլ հաստատությունից կազմակերպել ամերիկյան մեկ այլ հայտնի լրագրողի, որտեղ եկեղեցու դեմ այսպես սկսված այս գործողությունները շատ ծանր են տարել, այսինքն Միացյալ Նահանգներում հայտնի է դարձել, քանի որ լրագրողը շատ հայտնի է եւ դեպի ասում են Թրամփի որդու Հայաստան չգալը չեղարկվել է հենց այդ հարցազրույցից հետո, ինչ կարող եք ասել, այդպիսի հանձնարարական կա, որպեսզի ամերիկյան հայտնի լրագրողներից մեկի հետ փորձեք բացաբանել իրավիճակը։ Հարգելիներս, նախ սկսեմ նրանից, որ այսօր մենք բազմաթիվ միջազգային, այդ թվում ամերիկյան լրագրողներից հարցազրույցի հայտեր ունենք, բայց ինչպես տեսնում ենք, նախընտրում ենք հարցազրույց տալ հայաստանցի լրագրողների։ Ես նկատի ունեմ, եթե ձեզ թվում է, թե պետության ղեկավարի համար մեծ բարդությունը միջազգային լրատվամիջոցներին հարցազրույց տալը, այդքան էլ ճիշտ չի ձեր պատկերացումը։
ուղիղ հարցին ուղիղ պատասխանել։ Ոչ միայն չկա նման հանձնարարական, այլև չկա եկեղեցու դեմ արշավ, ինչպես դուք ինքներդ եք ասում, որովհետև ինչպես ես ասել եմ, Հայաստանի այդ առաքելական սուրբ եկեղեցի իմ սրբությունն է, իմ եկեղեցին է, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր մկրտված են Հայաստանի այդ առաքելական սուրբ երեխաների հետ չի գնում այդ ասած սուրբ։ Գիտեք ինչ, իմ երեխաները նրանցից առնվազն մի քանիսը գնում եւ գնացել են այն պատարակներին, որտեղ տեսախցիկներ չկան, որովհետեւ նրանք նախընտրում են իրենց հոգեվոր կյանքը ապրել իրենց հոգեվոր կյանքի տրավմանության մեջ։ Մեկը գնում, մյուսը չի գնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ Թրամփի որդու գիտեք մենք նման այցի վերաբերյալ հայտարարություն չենք արել, ով հայտարարություն արել է թողնայել բարձրաբան, որովհետեւ ինչպես ձեզ համար, այնպես էլ մեզ համար դա եղել է լրատվություն եւ ով որ այդ լրատվությունը տարածել է թողնայել բարձրաբան։ Պարոն վարչապետ, անկլավեցիստների մասով դուք ասացիք, ձեր գրառումն էր, որ Արցախը պետք է մյուս օկուպացված տարածքները պետք է վերադարձեն։ Մյուս կողմից ասացիք, որ ես չեմ հասկանում, ասենք նախկին շրջանում ասում են, որ Հայաստանը չի պայքարում իր տարածքները վերադարձնելու համար, չէ, հիմա ուղղակի ձեր ուշադրությունն է վերադարձել։ Հետաքրքիր է, երբ որ ասում ես, որ Հայաստանի իշխան տարածքները պետք է վերադարձվեն, ու պարզվում է այդ էլ այն ամենայնիվ նրա մասին, որ ինչ-որ բան տալիս ես եւ այդպես շարունակ։ Այս ուղղակի որպես հետաքրքիր։ Դրա համար հիմա կասկածներ են առաջացել արդյունքի վերելեկորական Девочки 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը եւ դրա հիման վրա Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դա պետք է ի կատար ածվի։ Նաեւ ինչպես արդեն ձեր հարցինի պատասխանը գտեք Տեսա կլսեմ։ Ձեր հարցինի պատասխան ասել եմ նաեւ մնացած բոլոր օպտիմալացումների հնարավոր փոխանակումների սխեմաները նկարագրված են իրավական բարձրագույն ուժ ունեցող Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում։ Պարոն վարչապետ, նաև ասացիք, որ այս քննարկմանը դեռ չկա սահմանազատման հանձնաժողովների միջև, ամեն դեպքում այդպես որոշում ամեն դեպքում դեռ չկա։ Հիմա ես ասում եմ, որ թեման դեռևս սեղանին դեռ չի դրվել եւ պրոցեսը։ Հիմա եթե երբ որ լինի, երբ որ այդ պրոցեսը լինի, ձեր կառավարության հստակ դիրքորոշումը որն է, անկլավների, էքսկլավների վերահսկողությունը մնա այնպես ինչպես կար, թե լինի փոխանակում, այսինքն երբ որ դուք ասում եք, որ Արցախը պետք է վերադարձվի, մենք կարող ենք արդեն հստակ սա անցալել որպես ազդակ, որ դուք կողմ եք դրանց այսինքն հայկական տարածքը վերադարձվի, իսկ ադրբեջանական այն անկլավները, որոնց մասին իրենք ասում են եւ դուք էլ եք ասում 91 թվականի քարտեզներով, դրանք էլ վերադարձվեն Ադրբեջանի, սա Հայաստանի դիրքորոշումն է։ Դուք կարող եք հստակ արձանագրել մի բան, որ Հայաստանի կառավարությունը առանց ժողովրդի դիրքորոշումը իմանալու չի կարող Արցախը փոխանակել որևէ բանի։ Այսինքն մենք ոչ միայն Արցախը Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ։ Ես հարցնում եմ ձեր դիրքորոշումը որն է, իրավիճակը մնա այսպես, թե այլ մյուս սցենարով։ Ես այդ հարցին չեմ անդրադառնա, որովհետև նախ իսպես ասցի, իմ նախկինում արձանագրած դիրքորոշման համաձայն պետք է մի հատ իրավական հիմքեր նայենք, այսինքն հիմա դուք ինձ ինչ հարց եք տալիս, ձեր դիրքորոշումը որն է այդ իմ ընկալմամբ իրավական արձանագրումներ չտեսած վիճակում ես դիրքորոշում արտահայտել։ Պետք է մյուս կողմից էլ ասում եք 91 թվականի քարտեզները չեն ներառում անկլավները։ Չէ, ես դրա համար այդտեղ գիտեք, էլի եմ ասում, այդ ասածների մեջ նրբություններ կան։ Այդ ասածների մեջ նրբություններ կան։ Հիմա երբ որ կլինի խոսակցություն, Ադրբեջանը
կբերի իր փաստարկները, մենք կբերենք մեր փաստարկները եւ կտեսնենք կհամեմատենք։ Երբ որ եւ եթե արձանագրվի, որ կա այսպիսի թեմա 1, այսպիսի թեմա 2, այն ժամանակ արդեն կսկսենք մտածել դիրքորոշումների մասին։ Այդ արձանագրվածը ինքը մենք առաջարկում ենք փոփոխության ենթարկվի, թե չէ, բայց քանի դեռ չի արձանագրվել դե յուրե որևէ բան, դա քննարկելը ինքնին մեթոդական սխալ է։ Եվ մի կարճ հարց է, պարոն վարչապետ, Եվ վերջին դուք ասացիք, որ արդեն բոլորը կարևոր կավելը։ դուք ասացիք, որ Էլի բանի մասին, հատուկ ծառայություն։ Այո, հատուկ ծառայությունների։ բայց Իրոք, հա, ներողություն։ պարոն վարչապետ, Բայց դուք դուք ինչի ասացիք, չեք որ մի քիչ նենց կանգնում, որ մեր օպերատորներին անկաչեն դուք ասացիք, որ հեղափոխության օրերին Եվրամիության դեսպաններին հանդիպում է եղել։ Եվրամիության չէ, բոլոր դեսպան։ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպում է եղել եւ բոլոր դեսպանների եւ իրենք Ես հիմա առաջարկել չեմ են կարող ասել բոլորն են մասնակցել, Հա, չէ։ ես ուզում եմ հետեւյալը հասկանալ, որ օրն է եղել այդ հանդիպումը, եթե կարող եք հիշել օրը ասել եւ կոնկրետ ինչ աջակցություն են ձեզ առաջարկել Եվրամիության Այդ հանդիպումը տեղի է ունեցել Մարիոտում, ես օրը չեմ կարող ասել, դա ուղիղ եթերում ես գնացել եմ այդ հանդիպման, չի լուսաբանվել այդ հանդիպումը։ Ինչ աջակցություն են ձեզ Նրանք առաջարկել են միջնորդություն, ես մերժել եմ։ Ես ասել եմ, ես կարիք չունեմ օտար երկրա ներկայացուցիչների միջնորդության Հայաստանի Հանրապետության ներսում մեր հարաբերությունները։ Աջակցության մասին։ Այդ է եղել աջակցությունը, միջնորդություն։ Այսինքն աջակցության մասին չի եղել։ Աջակցություն միջնորդությունով, Որ իրավիճակը։ ոնց լուծվի, ոնց Ես չեմ հարցրել, որովհետև ես ասել եմ, որ այդ բանաձևը ինքնին ինձ համար ընդունելի չի, մեզ համար։ Պայմանավորվում ենք վերջին 10 չի կարող այդպեսի բան։ Չի, մի րոպե, գիտեք, էտով է հայտարարել, նախ ես սկզբունքս առաջի անգամ խախտում եմ եւ իմ չկարդացած բանը դուրը մեկնաբանում եմ, բայց ասում եմ դա էտել 1000 ներողություն բացարձակ անհեթեթություն։ Բացարձակ անհեթեթություն։ Կներեք, բայց ամբողջական կարող Հիմա արդեն գնացինք, այսքան կարդացինք ցորենի մասին բան չկա։ Ցորենի մասին